Մարդը 5 զգայարան ուներ. աչքեր, ականջներ, ռունգներ, հոտոտելիք, ճաշակելիք, շոշափելիք։ Այդ 5 զգայարանները Աստված տվել է, որպեսզի մարդը արտաքին աշխարհի հետ շփում ունենա։ Աչքերով տեսնի, ականջներով լսի, բերանով ճաշակի, խոսի, քթով հոտոտի, ձեռքերով ոտքերով շոշափի գործի։ Եվ այս 5 զգայարանները դռներ ու լուսամուտներ են արտաքին աշխարհի հետ։ Բայց ի՞նչն է կարգավորում այս 5 զգայարանները։ Միտքն է կարգավորում։ Միտքն է սահմանում, միտքն է սահմանափակում, միտքն է իմաստավորում ինֆորմացիան, որ գալիս է դուրս։ Այսինքն մտքի միջոցով մարդու աչքերը սկսում են տեսնել։ Մտքի միջոցով ականջները սկսում են լսել։ Մտքի միջոցով քիթը հոտոտում է, բերանը ճաշակում է, ձեռքերը ոտքերը գործում են։ Այսինքն կարևորագույն զգայարանը մարդու, կարելի ասել 6-րդ զգայարանը մարդու, դա միտքն է։ Ավետարանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. աչքի տեսածով դատաստան մի արեք, ուղիղ դատաստան արեք։ Ինչ է ուզում ասել։ Աչքի տեսած աչքը զգայարն է, չէ՞։ Աչքը տեսնում է այնքան, որքան որ կարող է։ Բայց միտքն է գնահատում աչքի տեսածը։ Միտքն է գնահատում ականջի լսածը։ Միտքը գնահատում է քթի հոտոտելիքը, բերանի ճաշակելիքը, ձեռքերի ոտքերի շոշափելիքը։ Բայց հիմա մենք պետք է մտքին օգնենք, թե պետք է խանգարենք, որ ինքը լավ գնահատի։ Ուզում եմ ավելի բացել փակագծերը։ Օրինակ, բերանը ճաշակում է, չէ՞, ուտում է։ Միտքը պետք է գնահատի, ինչպես պետք է ճաշակի բերանը։ Մտքին, որպեսզի մենք օգնենք, սովորեցնենք ճաշակելիքը ճիշտ ընտրել, ապա պետք է քաղց զգանք։ Այն բերանը, որ քաղցի համը չի զգացել, հացի համն էլ չի զգա։ Եթե մենք ուզում ենք որկրամոլությունը հաղթահարել, ապա ծոմ պետք է պահենք, հաց չպետք է ուտենք, սոված մնանք, որպեսզի հացի համը զգանք։